Խարդախության վերաբերյալ առաջին ահազանգը համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հոկտեմբերի 19-ին ժամը 18:20-ին։ 26-ամյա քաղաքացին հայտնեց, որ խաղային համակարգիչ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում եւ նախորդ երեկոյան իրեն է զանգահարել մի երիտասարդ։ Պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի 19-ին ժամը 16-ին Մանանդյան փողոցում։ Հանդիպել են բանակցել, սակայն մի պահի երիտասարդը առանց վճարելու աննկատ հեռացել է տանելով խաղային համակարգիչը։ Նման հաջորդ հաղորդումը ստացվեց մոտ 2 ժամ անց 16-ամյա տղայի հետ կատարվել էր գրեթե նույնը։ Դարձյալ մի երիտասարդի հետ պայմանավորվել էին այս անգամ հանդիպել Տարոնցու փողոցում։ Այս անգամ էլ իբրև գնորդ ներկայացած երիտասարդը հարմար պահի աննկատ հեռացել էր տանելով խաղային համակարգիչը։ Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 22-ին ժամը 15:25-ին մայրաքաղաքի Տարոնցու փողոցում հիշյալ խարդախությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեցին եւ բաժին տեղափոխվեցին 27-ամյա եւ 29-ամյա երկու երիտասարդներ, մեկը Գեղարքունիքի մարզի, մյուսը Արմավիր քաղաքի բնակիչ։ Ըստ 27-ամյա երիտասարդի երկու խարդախությունն էլ կատարել է ինքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված համակարգիչները հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։